Ձեր մոտեցումը ազգ բանակ այս կոնցեպտի վերաբերյալ։ Սա վաղեր մեզ համար, թե սա փորձված տարբերակ էր եւ շատ հեշտ է կյանքի կոչել։ Հաշվի առնելով, թե ինչ բացեր ունեն կրթական համակարգում, ինչ է կարծում այսօրվա տնօրենները կրթական համակարգը պատրաստ են ազգ բանակ կոնցեպտի հետ հարաբերել։ Նախ եւ առաջ ազգ բանակը դա դեռ որպես կոնցեպտ չի ներկայացված է միայն վերնագիր, այդ վերնագրի տակ տարբեր բաներ կարելի հասկանալ եւ այսօրվա կարեւորությունն այն է, որ այսօր կներկայացվի այդ կոնցեպտը, որը հնարավոր կլինի հետագայում քննարկել։ Բայց մի բանը պարզ է, իհարկե մենք կուզենայինք մեր երկրում ապրել Շվեյցարիայի պես բարոկ կյանքով, բայց մենք գտնվում ենք մի այնպիսի տեղամասում, որ պատկերավոր ասած կողքի հարևանների բոլորի մոտ տեստոստերոնը եռում է, այսինքն եւ Թուրքիայում, եւ Իրանում, եւ Ռուսաստանում, արաբական աշխարհում մենք պարտավոր ենք համապատասխանենք այն տեղին, որտեղ որ ապրում ենք։ Այդ տեսակետից ազգ բանակը ճիշտ կոնցեպտ ներկայացնելու դեպքում իրականացնելի է, իսկ ինչ վերաբերում է կրթությանը, դա եւ ազգ բանակի մեջ է տեղավորվում եւ անկախ ազգ բանակից էլ հիմա եթե Հայաստան ուզում է առաջ գնալ, համար մեկ խնդիրը դա կրթությունն է։ Ես օրինակ բերեմ 1871 թվին ֆրանս-պրուսական պատերազմ եղավ, գերմանացիները հաղթեցին եւ մտան Փարիզ։ Եվ Բիսմարկը հայտարարեց, որ հաղթեց ոչ թե մեր զինվոր, այլ մեր ուսուցիչը։ Ունենք այդպիսի ուսուցիչ, նկատի ունեմ այն, ինչ բացահայտվեց ընտրությունից առաջ 114 դպրոցների տնօրենների այդ բացահայտումը չի տալիս հիմք մտածելու, որ մենք ունենք։ Իհարկե ունենք մենք այդպիսի ուսուցիչներ, եթե այդպիսի ուսուցիչներ չունենայինք, մենք չէինք ունենա գիտություն, չէինք ունենա այն հաղթանակները, թեկուզ եւ դպրոցականների, որ ունենք։ Ուրիշ բան, թե ուսուցիչների որ մասն է այդպես եւ որ մասին պետք է դեռ շարունակել, կրթել, դաստիարակել, դա խնդիր է, որ ամբողջ աշխարհում էլ կա։ Դպրոցները ձեզ չպետք է այս ամեն ինչից վեր լինեն եւ ապաքաղաքական եւ ապակուսակցական հանրային խորհրդի կողմից էլ առաջարկում են, որ ընդհանրապես ասած դպրոցի տնօրեններ եւ ուսուցիչները կուսակցության անդամ չլինեն, որպեսզի այդ ամեն ինչը դուրս գա այդտեղից։ Հանրապետականին դա ձեռնտու կլինի։ Մենք հիմա խոսում ենք ոչ թե ինչ որ մի կուսակցության մասին եւ ոչ թե ինչ որ ընտրությունների մասին, մենք խոսում ենք շատ երկարատև ծրագրի մասին։ Մի բերեք այսօրվա այս կամ այն պատահած մի դեպքը, որը երբեմն էլ ուռեցվում է ավելի շատ, քան պետք է։ Այս ազգային ժողովը ձևավորված, ինչպիսի տպավորություն է ձեզ վրա թողնում 4 քաղաք նախորդը։